316,600 դրամի չափով։ Շարունակում է կառավարության երեխա ունեցող ընտանիքների բնակարանության պետական աջակցության ծրագիրը 2024 թվականին իրականացած փոփոխություններով ծրագրի իրականացման օրժամկետ է սահմանվել 24-ից մինչև 26 թվական ընդհանուր առմամբ ասեմ, որ մենք բավականին դրական դինամիկա ենք ունեցել գրեթե բոլոր տարիներին այս ծրագրի առումով եւ ընդհանուր 12121 շահառու ստացել է աջակցություն շուրջ 8.6 միլիարդ դրամի ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ շարունակում ենք տրամադրել այս աջակցությունը եւ 2024 թվականի ամսական միջինում աջակցություն է վճարվել 28149 երեխայի համար։ Միայն 24 թվականին աջակցության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 18 միլիարդ դրամ։ Խոսելով աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտին շարունակելով ասեմ, որ կառավարության 21-26 թվականի ծրագրով կենսաթոշակային ոլորտում թիրախավորվել է կենսաթոշակի նվազագույն չափը մինչև 2026 թվական համապատասխանեցնելով, ինչպես գիտեք, պայմանային զամբյուղին, իսկ միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղին, բայց ասեմ, որ մենք 2024 թվականի 4-րդ եռամսյակի ցուցանիշով նվազագույն կենսաթոշակի մասով գերազանցել ենք պայմանային զամբյուղը 93%-ով։ 24 թվականին շարունակվել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղանված անձանց կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացումը 24 թվականի համար պահպանվել է 23 թվականի համար սահմանված ցուցանիշները, մասնավորապես նվազագույն կենսաթոշակի չափը 36000 դրամ, սեփական ծառայության ստաժի 1 տարվա արժեքը 1750 դրամ, պարտադիր ժամկետային զորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զորական կենսաթոշակի չափը ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակման դեպքում 50600 դրամ, ծանր աստիճանի դեպքում 41400, իսկ միջին աստիճանի դեպքում 38000 դրամ։ 2024 թվականի կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացված աշխատանքներն ուղղված են եղել նաև օրենսդրության կատարելագործմանը, մասնավորապես կենսաթոշակներն անկախիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ընթացքում 2024 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների նպաստերի վճարման անկախիկ եղանակը ներդրվել է նաև մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։ 24 թվականին վերանայվել է անկախիկ վճարումների դեպքում կենսաթոշակառուների նպաստավոր հետվճար տրամադրելու միջոցառումը եւ շահառուներին հնարավորություն է տրվել անկախիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար նախկինում կիրառվող 10%-ի փոխարեն սահմանել ենք 12% եւ առավելագույն չափը 5000 դրամից դարձրել ենք 6000 դրամ։ Միաժամանակ բացառվել է ծրագրում բանկերի մասնակցությունը եւ ներկայումս հետվճարը վճարում է բացառապես պետական բյուջեից։ Եվ ասեմ, որ միջոցառման մեկնարկից մինչև 24 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ կենսաթոշակային քարտերով կատարվել է ավելի քան 197 միլիարդ դրամի անկախիկ գործարքներ։ Կենսաթոշակների նպաստերի վճարման օգտագործման անկախիկ խթանման ուղղված քաղաքականության արդյունքում բանկային քարտով ստացող կենսաթոշակների նպաստավորների թիվը կազմում է ավելի քան 577000, իսկ անկախիկ գործարքներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման մեկնարկի պայծ նրանց թիվը կազմում է շուրջ 300000։ Խոսելով մեր մյուս բարձր դիմելություն ունեցող ծրագրի մասին, խոսքը սահմանամերձ բնակավայրում ընտանիքների բնակային ապահովության ապահովման պետական աջակցության ծրագիրն է, ասեմ, որ 24 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատված հայտերի թիվը կազմել է 1985, որից 1825-ի շրջանակում տրամադրվել է հիպոթեկային վարկի առնվազն 1 փուլը։ Հաշվի առնելով, որ մենք այս ծրագիրը բավականին ակտիվ դիմելությամբ իրականացրել ենք, նախ ասեմ, որ մենք դեկտեմբերի 12-ի որոշմամբ ավելացրել ենք շահառուների հնարավոր շահառուների թվականակը 400-ով, դարձրել ենք 2400, որի շրջանակում ծրագրից կարող էին օգտվել Տավուշի մարզի, Բաղանից, Բերքաբեր, Գիրանց, Ոսկեպար, Վայոց ձորի մարզի կողմ բնակավայրում տուն կառուցելու ցանկություն ունեցող շահառուները, ինչպես նաև նրանք, ովքեր 2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ստացել են շինթույլտվություն, բայց ծրագրի շուտ լրանալու դեպքում սահմանված թվականակը չէին հասցրել դիմել։ Հիմա մենք քննարկում ենք այս ծրագրի արդյունքները եւ որոշում կայացնենք հետագայի մասով։ 24 թվականին շարունակել է գործել պաշտպանության մարտական գործողությունների մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հետապահովության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակողության հետևանքով զոհված կամ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողների վերարտադրողական առողջության աջակցելու նպատակով 22 թվականից մեկնարկած դոնորական
ձվաբջջի ձեռքբերման եւ փոխանակ մոր ծառայություններից օգտվելու համար ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման ծրագիրը ծրագրի մեկնարկից սկսած միջոցառումից օգտվել է 233 շահառու ծնող 2024 թվականին շարունակվել են նախկին ԽՍՀՄ խնայ բանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 93 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդերի դիմաց փոխհատուցման տրամադրման աշխատանքները 24 թվականին ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք է տրվել նաև մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց աղքատության մակարդակը շարունակել է նվազել 2022 թվականին 24.8-ից 2023 թվականին դառնալով 23.7, իսկ ծայրահեղ աղքատությունը 1.2%-ից 1.1 շնորհիվ վերջին տարիներին Հայաստանում արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշների եւ սոցիալական քաղաքականությունների։ Ծայրահեղ աղքատության վերացման նպատակով շարունակել են ընտանիքների կենսամակարդակի բարձրացման ուղղված նպաստել եւ դրան ուղեկցող ծառայությունների տրամադրումը, ինչպես նաեւ մենք արդեն պիլոտավորում ենք անապահովության գնահատման նոր համակարգը եւ 2024 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունել ենք սոցիալական աջակցության մասին օրենքը ամբողջովին նոր խմբագրությամբ, որտեղ ապահովում է սոցիալական աջակցության ծառայությունների ոլորտի բարեփոխման իրավական հիմքերը, ներդրում է սոցիալական աջակցության նոր ծառայությունների տեսակներ եւ սոցիալական ծառայություններ տրամադրող նոր սուբյեկտներ։ Հաջորդող ենթարժեքական ակտերի ընդունմամբ բարելավեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց եւ ընտանիքներին ուղղված կարիքային ծառայությունների տրամադրման ընթացակարգերը 4 կենսական ծառայությունների դեպքում ներդրվել են որակի չափորոշիչներով հավաստագրվելու պահանջը եւ դրանց նկատմամբ տեսչական մարմնի կողմից վերահսկողության իրականացումը։ Իրականացվում է սոցիալական շտապօգնության համակարգի ծրագիրը, որի նպատակն է արագ արձագանքել արտակարգ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անհետաձգելի օգնության կարիք ունեցող անձանց սոցիալական առաջնային կարիքների բավարարման հարցում 24 թվականի ծրագիրը ներառել է դեռևս 2023 թվականին թեստավորված մեխանիզմի սննդային քարտերի տրամադրման գործիքը։ 2024-25 թվականներին նախատեսվել է առնվազն 702 ընտանիքի տրամադրել աջակցություն, որից առնվազն 500 սննդային քարտի աջակցության տարբերակով 2024 թվականի աջակցություններ տրամադրվել 900 ընտանիքների, այդ թվում 500 սննդային քարտերի տեսքով եւ 2024 թվականի ծրագիրն իրականացվել է Երևան քաղաքում եւ ՀՀ 4 մարզերում։ Ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը մենք գործարկելու ենք այս թվականի ապրիլից եւ 25 թվականի պետական բյուջեով ընտանիքի կենսամակարդակի բարձրացման ուղղված նպաստերի համար նախատեսվել է շուրջ 22.8 միլիարդ դրամ 51269 ընտանիքի համար։ Աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման, աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության գործիքակազմի կատարելագործման բարձրացման նպատակով մշակվել եւ ընդունվել է աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, տեսահոլովչական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվել է ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։ Մշակվում են աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրման իրավական հիմքերը, գործատուների միությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը վերջնականացվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ, նույն տրամադրությամբ դրամշակվել է նաև արհեստակցական միությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որից հետո նախագծերի փաթեթը կդրվի շրջանառության մեջ։ Մենք նաև 2024 թվականին հաստատեցինք զբաղվածության 2025-31 թվականի ռազմավարական ծրագիրը, որպես հիմնական նպատակ ենք սահմանել զբաղվածության խթանումը, մրցունակ եւ գյուղաբնակ աշխատուժի ձևավորման եւ բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով ռազմավարությամբ նախատեսվում է զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում, նպատակաուղղված մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին, աշխատուժի առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։ Մենք նաև ունեցել ենք զբաղվածության ծրագիր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված անձանց համար, հատկապես կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման եւ աշխատանքային փորձի ձեռքբերման համար աջակցության տրամադրման տեսքով 24 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ծրագրում ընդգրկվել է 1790 անձ, ավելի շատ քան նախատեսված էր, որից 27 մասնագիտական ուսուցման, 1736 աշխատանքային փորձի ձեռքբերման եւ 27 մասնագիտական ուսուցման եւ աշխատանքային փորձի ձեռքբերման բաղադրիչի շրջանակում։ Նաեւ 2024 թվականին շարունակել ենք զբաղվածության ծրագրերը, հատկապես շեշտեմ Ադրբեջանի կողմից 16-20-22 թվականների ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաեւ 20 թվականից հետո ժամկետային պարտադիր զորական ծառայություն զորացրած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման, զբաղվածության ապահովման
ծրագիրը 2024 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ծրագրում ընդգրկվել է 321 կանձ, որոնց 132 մասնագիտական ուսուցման և աշխատանքի տեղավորման, մնացած աշխատանքային փորձի ձեռքբերման և միանվագ փոխհատուցման բաղադրիչներով։ Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողների մինչև 3 տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառում 24 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ միջոցառման մեջ ընդգրկվել է 134 շահառու 143 երեխայի խնամքի հարցում աջակցություն տրամադրելու համար։ Մյուսը սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցություն տրամադրելու ծրագիրն է 24 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ընդգրկվել է 1292 շահառու, որոնցից 183-ը հաշմանդամություն ունեցող են, ասեմ, որ մենք արդեն իսկ շրջանառության մեջ ենք դրել զբաղվածության ռազմավարությունից բխող նոր գործողությունների փաթեթը, որտեղ որ ավելի լայն շրջանակ կընդգրկեն զբաղվածության ծրագրերը։ 2024 թվականին ընդլայնվել են մարզերում և Երևանում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների կողմից տրամադրվող աջակցության տեսակներում մատուցվող ծառայությունները, ներառելով կանանց տնտեսական հզորացման ուղղված ծառայություններ, 2024 թվականի ընտանեկան բռնության ենթարկված անձանց տնտեսական հզորացման ծրագրերն իրականացվել են ընդհանուր թվով 6 մարզերում, 3-ը պետական բյուջեի միջոցներով, 3-ը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունքում։ Պետական բյուջեի միջոցներով ընտանեկան բռնության ենթարկված կանանց տնտեսական զորեղացման ծրագրերն իրականացվել են Արտի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում, ընդհանուր շահառուների թվականակը կազմել է 72 անձ։ 2023-25 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի շրջանակում իրականացվել է և 2024 թվականի համար նախատեսված բոլոր միջոցառումները, ներառյալ սոցիալ վերականգնողական աջակցությունների տրամադրում, մարդկանց թրաֆիքինգի զոհերին և հավանական զոհերին հանրային իրազեկման արշավներ, օրենսդրական դաշտի փոփոխություններ, ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների և առաջնային օղակի աշխատակիցների վերապատրաստումներ։ 2024 թվականի ընթացքում 25 անձ նոյնացվել է որպես մարդկանց թրաֆիքինգի զոհ։ 2024 թվականին ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններից օգտվել են ընտանիքում բռնության ենթարկված 1948 անձ, ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստանի ծառայություններից օգտվել է 274 անձ և ընտանեկան բռնության ենթարկված անձանց միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 123 անձի 50-ից 150 հազար դրամի շրջանակներում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ինտենսիվ համագործակցում է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում գործող կանանց աջակցման կենտրոնների և Հայաստանի 5 մարզերի 9 քաղաքներում գործող կանանց ռեսուրս կենտրոնների Վինետ Հայաստան ցանցի հետ։ Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 24-28 թվականների ռազմական ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը ժամանված կարգով ներկայացվել է վարչապետի աշխատակազմ, որը ասեմ օրեր առաջ քննարկվել է սոցիալական նախարարական կոմիտեի նիստում, մարտի 10-ի արձանագրությամբ վերադարձվել է լրամշակման և հուսով ենք շուտով կարողանանք դա ներկայացնել հաստատման։ Նախարարության ենթակայությամբ գործող երեխա և ընտանիքի աջակցության 6 կենտրոնները տարեկան շուրջ 600 երեխայի շարունակում են տրամադրել սոցիալ-հոգեբանական, սոցիալ վերականգնողական, իրավաբանական և կարիքահեն այլ ծառայություններ, բացի այդ 2024 թվականի կյանքի դժվար իրավիճակում հայտնված շուրջ 3610 երեխաների, որից 115-ը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված երեխաներ, տրամադրվել են կարիքային ծառայություններ, երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում միջոցառման շրջանակում պատվիրակված ծառայություններ իրականացնող 13 հասարակական կազմակերպությունների և հանրապետության 31 ցերեկային կենտրոններում։ Երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման նպատակով վերապատրաստվել և շուրջօրյա ցերեկային խնամք տրամադրող հաստատությունների 512 մասնագետ, իսկ խնամք ստացող երեխաների 811 ծնողների համար կազմակերպվել են ծնողավարման, կենցաղավարման դասընթացներ երեխաների ընտանիքներից բաժանման ռիսկը կանխարգելելու նպատակով։ Հաշվետու տարվա ընթացքում վերապատրաստվել է խնամատար ծնող դառնալ ցանկացող 35 անձ, ինչպես նաև 61 որդեգրել ցանկացող անձ։ 2024 թվականի ընթացքում 175 երեխա խնամք է ստացել 103 խնամատար ընտանիքում, 2024 թվական 16 ընտանիքների հետ առաջին անգամ կնքվել է խնամատարության պայմանագիր 35 հոգեզավակի համար և խնամատար ընտանիքներում խնամք ու դաստիարակություն ստացող 4 երեխա որդեգրվել է։
նշած ժամանակահատվածում որդեգրվել է 23 երեխա։ 2024 թվականի պետական շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիքների հետ վերամիավորվել է 3, իսկ ճգնաժամային կենտրոններից 49 երեխա։ Մշակվել եւ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել երեխայի իրավունքների պաշտպանության 24-25 թվականի համալիր ծրագիրը, որը սահմանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթ ուղղությունները եւ ուղղված է բոլոր երեխաների իրավունքների լիարժեք իրացման համար հավասար պայմանների ստեղծմանը եւ նրանց ներուժի ներդաշնակ զարգացման ապահովմանը։ Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ դրացումներ կատարելու մասին, երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին օրենքների եւ հարակից օրենքների ընդհանրաշփված նախագծերի փաթեթը համապատասխանեցվել է 24 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված սոցիալական աջակցության մասին եւ մի շարք այլ հարակից օրենքների դրույթներին եւ վերջնական լրամշակված տարբերակը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում բացառելու, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքների պահանջները կատարելու նպատակով օրենսդրական փոփոխություններ են կատարվել տարբեր ոլորտների շուրջ 100-ական ակտերում։ 2024 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ կրկնակի հաշմանդամության սահմանման նպատակով դիմող անձանց ներողություն ամբողջությամբ գործարկվել է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը 24 թվականի ընթացքում շարունակել են իրականացվել անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստումները, վերապատրաստվել է 157 անձ, որոնցից հաջողությամբ թեստը հանձնել է 120-ը։ 24 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն է սահմանվել 39351 անձի, որից միջին աստիճանի սահմանափակմամբ 29247, ծանր աստիճանի 9130, խոր աստիճանի 974։ Համաձայն կառավարության 22 թվականի օգոստոսի 11-ի համար 1264-ն որոշման 2024 թվականից ներդրվել է անձնական օգնականի ծառայություն, անձնական օգնականի ծառայություն է ստանում շուրջ 101 անձ, 24 թվականի նախարարության կողմից որակավորված 32 կազմակերպությունների կողմից տարվա ընթացքում տրամադրվել են 30350 աջակցող միջոցներ, այդ թվում վերին եւ ստորին վերջույթների ֆունկցիոնալ եւ սովորական պրոթեզներ, օրթեզներ, օրթոպեդիկ, օրթեզի կոշիկներ, լուսողական սարքեր, իրականացվել է 286 աջակցող միջոցի վերանորոգում։ Զինվական պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև զույգ վերին վերջույթի անդամատում ունեցող անձանց տրամադրվել են ֆունկցիոնալ պրոթեզներ եւ դրանց հարակից աջակցող միջոցներ։ 24 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ 119 անձի տրամադրվել է 123 ֆունկցիոնալ պրոթեզ, միաժամանակ աշխատանքներ են տարվում աջակցող միջոցների ցանկերը վերանայելու եւ ընդլայնվելու ուղղությամբ։ Իրականացվել է disability extra cost ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության նպատակն է գույքագրել հաշմանդամություն ունեցող երեխաների հասարակական կյանքում լիարժեք մասնակցություն ապահովելու համար անհրաժեշտ ծառայությունները, մշակել համապատասխան ծառայությունների փաթեթներ ըստ ֆունկցիոնալ դժվարությունների, ապա հաշվարկել դրանց արժեքը, արդյունքում ակնկալվում է հավաքագրել դիսագրեգացված տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների լրացուցիչ ծախսերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխան հաղորդակցվի, տեղաշարժվի, կարողանա խաղալ հասակակիցների հետ եւ կատարի բոլոր մյուս գործողությունները ներդաշնակ զարգացման համար։ Շարունակում ենք այս ուղղությամբ աշխատանքները սա կյանքի կոչելու նպատակով։ Շուրջօրյա խնամքի ծառայություն է տրամադրվում տարեց եւ հաշմանդամություն ունեցող 1285 անձանց, որից 102 Լեռնային տեղանվածներ են։ Տարեց անձանց համար նախատեսված ցերեկային կենտրոններ գործում են գիտեք հանրապետության 6 մարզերում շարունակում են այնտեղ շահառուները ստանալ իրենց ծառայությունները։ Բոլոր մարզերում ընդլայնվել են տնային խնամքի ծառայությունները, ներառել են ամենօրյա խնամքի ծառայություններ անկողնային խնամքի կարիք կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող տարեցների համար 24 թվականից ծառայություն է ստացել շուրջ 1250 անձ։ Քայլեր ենք նաև ձեռնարկել եւ շարունակում ենք ձեռնարկել ԱՊԱ ինստիտուցիոնալացման համատեքստում, հատկապես փոքր տների Արմավիրի մարզի Ակնաշեն եւ Գեղակերտ գյուղերում ավարտին են հասվել այդ տների շինարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային խնամքի ծառայություններ մատուցելու նպատակով, ինչպես նաև 2024 թվականի ընթացքում կազմվել է շուրջօրյա ցերեկային խնամք մատուցող 7 պոակի նախագծահաշվարկային փաստաթղթեր եւ հուսով ենք կարողանանք վերանորոգել եւ այս խնդիրը համարել լուծած, ապա ինստիտուցիոնալացման համատեքստում մենք նաեւ անկախ կյանքի կենտրոնի շինարարության ընթացքը արդեն սկսել ենք Մեծամոր համայնքում
2024 թվականի ընթացքում նախորդած տարիներին իրականացված հսկայական աշխատանքի արդյունքում ընդունվել են ոլորտի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու ամենակարևոր փաստաթղթերը։ Դրանցից մեկը ժողովրդագրության ռազմավարությունը, մյուսը զբաղվածության ռազմավարությունը, եւ 2024-ին ձևավորվել է իրավական հիմքեր անապահովության գնահատման նոր համակարգը հաստատել, որը մենք սկսել մեկնարկը, որը ասել ենք, որ մարտի 17-ից երկու մարզերից ենք պիլոտավորելու Կոտայքի եւ Սյունիքի մարզերում ընթացքի մեջ է եւ կգնահատենք ընթացքը հասկանալու համար, թե ինչ ռիսկեր ունենք, ինչ խնդիրներ կան ավելի ամբողջ հանրապետությունով տարածելու համար։ Այսքան շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Մկրտչյան զեկույցը համապարփակ ներկայացնելու համար, համեցեք։ Հարգելի գործընկերներ, հարցերով կարող եք դիմել։ Համեցեք Տիկին Բաթոյան, Տիկին Ստեփանյան։ Շնորհակալ եմ զեկույցի համար, պարոն Մկրտչյան, մինչ օրակարգային այսքան զեկույցի դրույթներին անցնելը մեկ հարց ունեմ, իհարկե որը եւս կապված է սոցիալական ոլորտի հետ։ Նախորդ տարիների վերջին 2 տարվա ընթացքում, 1 տարվա հատկապես, մենք հատկապես այդ թվում падգամավորներս ակտիվ հանդիպումներ ենք ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։ Դուք եւս նշել եք, որ ակտիվ քննարկումներ եք ունեցել հատկապես սոցիալական ոլորտի ծրագրերը մշակելիս, բայց այսօր Ազատության հրապարակում ակցիա է իրականացվում, կոնկրետ իրենց պնդմամբ համենայն դեպս դա քաղաքական ակցիա չէ, այլ սոցիալական խնդիրներից բխող։ Ես կուզեի, որ մեկնաբանեք, արդյոք դուք որտեղ այս խմբի հետ հանդիպումներ, քննարկումներ եղել են, թե ոչ, նկատի ունեմ ակցիան իրականացնող եւ որն է խնդրեմը, եթե մենք վերջին տարիներին եւ падգամավորներս եւ դուք ակտիվ համագործակցել եք, ծրագրեր եք արել եւ դրանք անընդհատ վերանայել եք, ինչ պահանջներ կան, որոնք մենք այսպես ասեմ, ըստ իրենց ի վիճակի չենք այս պահին իրականացնելու եւ դա իրենք փորձում են նաեւ ակցիայի միջոցով լուծել։ Այս հարցին պատասխանեք, հետո նաեւ շնորհակալություն հարցի համար, Տիկին Բաթոյան, մենք մշտապես կապի մեջ ենք եղել ամենատարբեր մարդկանց խմբերի հետ, տարբեր ձևաչափերով, հաճախ նաեւ փոխվարչապետի գլխավորությամբ նախարարության տարբեր աշխատակիցների, ես ինքս անձամբ նույն այսօրվա ակցիայի մարդիկ կան, որոնց հետ ես նաև ամենօրյա կապի մեջ եմ, ըստ անհրաժեշտության նաև պրակտիկ կոմունիկացիա կա, այո, ելույթները լսելով այդպես նշաղախված էր եւ քաղաքական եւ սոցիալական հարցերով ըստ էության, մենք հստակ ի սկզբանե արձանագրել ենք եւ մեր կապը երբեք չենք կորցրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ, նաեւ տարբեր խմբեր, ովքեր որ իրենց ձևակերպմամբ ներկայացնում են որոշակի խումբ մարդկանց, հանդիպումներ եղել են, նաեւ գիտեք, որ ՏԿ նախարարին կից ստեղծված կա խորհրդակցական մարմին, որտեղ որ ներգրաված են հենց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որի այդ քննարկումներին միշտ մասնակցում ենք նաև մենք, այսինքն այնտեղ բոլոր այն հարցերը, ինչ որ նրանց հուզում է, ինչ մտահոգություններ ունեն, բացատրություններ, մեկնաբանություններ բնականաբար տրվում են, մենք նաև ասել ենք, որ մեր ծրագրերը ունեն 3 եռաչափ, այսպես ասած, եռակազմ տրամաբանություն, կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ, եւ ըստ էության, երբ որ մենք հայտարարեցինք բնակապահովության ծրագրերի մասին, ասացինք, որ պետք է բնակապահովության ծրագիրը ենթադրի արդեն ավելի երկարաժամկետ ներառում եւ անընդհատ չի կարող նույն տրամաբանությամբ բնակվարձի կեցության ծախսերը հոգալու այդ 40+10 հազարությամբ եւ մենք սկսեցինք որոշակիորեն սահմանափակել, թիրախայնացնել ավելի շատ եւ նաեւ հիմա շրջանառության մեջ է մեկ այլ փաթեթ, համաձայն որի մենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այսինքն նրանք ովքեր որ իրականում խոցելի խումբ են համարվում, մենք իրենց համար նոր գործիքակազմ ուրեմն կտրամադրենք, որպեսզի կարողանան այդ իրավիճակից դուրս գալ, բայց իմ հորդորը եւ խնդրանքը նա է, որ իրենք դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դիմեն ծրագրին եւ ստանալ։ Օրինակ ցույցի անդամների ներկայացուցիչներից մեկը բողոքում էր, որ 9 միլիոնով հնարավոր չի, բայց եթե այդ 9 միլիոնը մենք որոշի այդ ընտանիքը, որ պետք է
3 հոգի են ընտանիքի անդամ 5 միլիոն այդ կդառնա ավելի շատ բնականաբար կարողանան եւ ասեմ որ օրինակ նույն Արմավիրի մարզում, որը Երևանին մոտ մարզերից մեկն է, կա 5 միլիոնի հնարավորությամբ բնակարան ձեռք բերելու հնարավորություն, 4 ներողություն։ Եվ ուրիշ բան ասեմ, մենք հորդորում ենք, որպեսզի մարդիկ ակտիվանան տնտեսապես եւ ցուցանիշներն են բավականին դրական եւ ի պատիվ մեր քույրերի եւ եղբայրների Լեռնային Ղարաբաղից տեղահանված ոչ միայն գրանցված, այսպես ասած, աշխատատեղեր կան արդեն, բայց նաև մարդիկ, ովքեր իրենց ձեռնարկություններն են հիմնել։ Հետևաբար նրանք, ովքեր որ մեր մեսիջը ուղղակի դա է, ովքեր որ աշխատունակ են, ովքեր որ կարող են աշխատել եւ չի խոչընդոտում ոչ մի բան, նրանք այո պետք է գնան եւ վաստակեն։ Սա է ամենաարդյունավետ ճանապարհը ներառվելու եւ ասեմ որ մեր երկրում այդ բազմաթիվ քաղաքացիներ գիտեք ունեն բնակարանային խնդիրներ, ունեն բնակապահության հետ կապված տարբեր մարտահրավերներ, բայց մենք մեր ուժերի հնարավորին չափով ներառելով նաեւ այդ միջոցներ փորձում